Սիրելի բարեկամներ, ենթադրաբար Նիկոլ Փաշինյանը հայոց եկեղեցուց եւ ամենայն հայոց կաթողիկոսից իրական վտանգ է զգացել սեփական իշխանության կորստի համար, հակառակ դեպքում նման համառությամբ չէր պնդի, որ Գարեգին Բ-ն պետք է ազատի Վեհարանը։ Եթե Փաշինյանը պնդում է, որ Գարեգին Բ-ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի, եւ ինքը դա կարող է ապացուցել, որ Գարեգին Բ-ն չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս եւ ընտրվել որպես կաթողիկոս, սա նշանակում է, որ ամենայն հայոց կաթողիկոսը մինչև եպիսկոպոս դառնալն է ունեցել երեխա, որի մասին Նիկոլ Փաշինյանը չէր կարող չիմանալ 2018 թվականի մայիսի 8-ին կամ դրանից անմիջապես հետո, երբ ստանձնում էր Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը։ Հետևաբար հարց է առաջանում, ինչու է միայն այժմ Փաշինյանին մտահոգում ու անհանգստացնում Գարեգին Բ-ի զավակ ունենալու հանգամանքը։ Նիկոլ Փաշինյանը նոր է իրեն համարում հայ առաքելական եկեղեցու հետևորդ։ Միայն հիմա է խանդավառատանքով վերաբերվում մեր հոգևոր ժառանգության ամեն մի արժեքին, ամեն մասունքին, ամեն մի պատկերին ու ամեն մի քարին, եթե ոչ, ապա ուրեմն ինչու էր մինչև հիմա լռում։ Պատասխանը ինձ համար շատ պարզ է, սիրելի բարեկամներ, իշխանության կորստի իրական վտանգ է։ Ինչ է ստացվում։ Քանի դեռ եկեղեցին վտանգ չի սպառնում իշխանությանը, կարելի է աչք փակել ու տարիներ շարունակ չնկատել կուսակրոնության կանոնի խախտումը կամ այս կամ այն եկեղեցականի թույլ տված ենթադրյալ ապօրինի գործունեության վրա, բայց սեփական իշխանության կորստի վախը փոխում է խաղի կանոնները եւ իշխանությանը դրդում է փաստորեն հակասահմանադրական քայլերի, ինչը շատ վտանգավոր է, զգուշացնում եմ, շատ վտանգավոր է։ Չեմ բացառում, այո, որ հայոց եկեղեցու ներուժի օգտագործմամբ Հայաստանում իշխանության փոփոխության պլան է մոդելավորվել կամ մոդելավորվում եւ Փաշինյանը փորձում է այն իբրև թե կանխել։ Եթե դա այդպես է, ապա Նիկոլ Փաշինյանը պարտավոր է մինչև վերջ ազնիվ գտնվել ժողովրդի հետ եւ բացել փակագծերը ու ժողովրդին բացատրել, թե այդ ինչպես է ղեկավարել ու ղեկավարում մեր երկիրը, որ անգամ եկեղեցին է իր դեմ։ Բացի այդ, այս քայլով Փաշինյանը նաեւ մի քանի այլ խնդիրներ է փորձում լուծել, որոնք վերաբերում են ու աղերսում են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը եւ խաղաղության հաստատմանը։ Ակնհայտ է, չէ, որ այնինչ անում է Փաշինյանը Հայաստանում, դրանք տեսնում ու նկատում են Թուրքիայում եւ Ադրբեջանում։ Այլ հարց է, որ թե Փաշինյանի ձեռնարկած քայլերը որպես ուղերձներ ինչպես կգնահատվեն այդ երկրներում համարժեքության տեսանկյունից։ Սիրելի բարեկամներ, մի բան ակնհայտ է, մտնում ենք Հայաստանում նոր իշխանության ձևավորման ցիկլի մեջ ու շատ կարևոր է առաջ